հորը վերառաքելու մեր աղոթքը մեր երկնավոր հորը վերառաքելու համար անցնող օրերի ընթացքին մենք միասին բոլորս մասնակիցը եղանք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կարևորագույն երկրային կյանքի դրվագների հետ Քրիստոսի խաչելությունը, նրա մահը, թաղումը, հարությունը, համբարձման տոնը միասին տոնեցինք, միասին մեր հոգիների մեջ զգացինք Սուրբ Հոգու շնորհները եւ այսօր հետ հոգեգալստյան առաջին հարության կիրակին է եւ կանգնած մեր եկեղեցու մեջ մեր աղոթքն ենք վերառակում վերստին շարունակելով մեր քրիստոնեական կյանքը այն օրերը ապրելով որ Տերը պարգևել է մեզ արդյոք մենք իրավամբ լիարժեքորեն կարողացանք հոգեպես ապրել այդ դրվագները իրոք կարողացանք տեսնել Քրիստոսի խաչելության նրա չարչարանքների մահվան ողբը մեր հոգիների մեջ ուրախացանք երբ Քրիստոս հարություն առավ համբարձման տոնին մեր հայացքները հանդիպեցին երկինք համբարձող մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին եւ նաեւ վերնատան մեջ մենք զգացինք Սուրբ Հոգու շնորհները մեզ վրա ինչու եմ սա ես ասում որովհետեւ եթե այս զգացողությունը մենք ապրած չլինենք ոչ մի հոգու չի լինելու մեզ որպես քրիստոնյաներ ես բազմաթիվ անգամներ մեր եկեղեցու մեջ այդ մասին խոսում եմ եւ չպիտի հոգնեմ վերստին մեկ անգամ կրկնել այն մեծագույն ճշմարտությունը պատմական որ մեզ է հասել որով մեր ժողովուրդը առաջի քրիստոնյա պետությունն է այս աշխարհի վրա առաջինը կարողացավ տեսնել Քրիստոսի լույսը եւ այդ լույսով կարողացավ հազարամյակներ ապրել եւ այսօր էլ շարունակում է ապրել շատ ուրախալի է որ այս օրերին մեր եկեղեցիներում շատ երիտասարդներ են աղոթքի գալիս բայց վստահ եմ նաեւ որ նրանցից շատերը չգիտեն ինչ է քրիստոնեությունը ընդհանրապես ինչ վարդապետություն է սա վստահորեն եմ ասում որովհետև ինքս ապրում եմ այս աշխարհի մեջ այս աշխարհի վրա եւ տեսնում եմ այն մոտեցումները եւ եկեղեցու նկատմամբ նկատի ունեմ հավատացյալներին այս պահին իրենք զգում են լիարժեք Տերը իր եկեղեցում եւ կարողանում են եկեղեցուց երբ որ դուրս են գալիս աղոթքից հետո իրենց հայացքի մեջ տանել նաեւ այն Աստծուն որ ինքիչ առաջ Աստծո հետ խոսում էին որովհետեւ ամեն ինչ ընդունայն կլինի ունայնություն կլինի եթե մենք չկարողանանք իրավամբ մեր հոգիների մեջ գտնել մեր Տերոջ Հիսուս Քրիստոսին եկեղեցին այնպիսի կառույց է մարդու հոգում ստեղծվում եւ այդ եկեղեցին մնում է նրան իր գիտակցությունից հետո մինչեւ իր մահը քրիստոնյա մարդու համար դա սկսում է Քրիստոսով նախ հստակ պիտի կարողանա յուրաքանչյուր քրիստոնյա ինք իր առջև վստահ լինել, որ այն հավատքը, որ ինքը պահպանել է, ընդունում է եւ ապրում է այդ հավատքով, այդ ճշմարիտ հավատք է, որից հետո կկարողանա գտնվել այդ հավատքի մեջ։
Գիտեք, դժվար չէ սովորական մարդու համար ապրել Քրիստոսաբար, քրիստոնեաբար։ Երկու առաքյալներ են եկել Հայաստան քրիստոնեություն քարոզելու։ Եվ այսօր այդքան հնությունից է գալիս մեզ քրիստոնեությունը։ Պատմականորեն նա շատ արագ գալիս է, մտնում է մեր ուղեղների մեջ, բայց երբ որ դուրս է գալիս, շատ քիչ բան է մնում իր քրիստոնեությունից։ Մարդը ճշմարտապես չի կարողանում քրիստոնեաբար ապրել, լցվել այն սիրով, որը որ Քրիստոս է տվել։ Տեսեք, առաջի կատարյալ մարդով էր այս աշխարհի վրա, Քրիստոս։ Առաջի եւ վերջին կատարյալ մարդն էր, որ կատարյալ մարդ դարձավ կատարյալ Աստված, միավորվեց Սուրբ Երրորդության հետ։ Այսինքն եկավ, հիշում եք, Ադամ եւ Եվան մեղք գործեցին, եւ մեղքը գործելուց հետո քավություն չեղավ։ Ադամ եւ Եվան իրենց մեղքը չքավեցին։ Ինչ է նշանակում քավել մեղքը։ Նշանակում է գիտակցել կատարած մեղքը եւ տանջվել այդ մեղքի համար։ Եվ կարողանալ, ինչպես մարդը մի հանցանք է գործում, կալանավորվում է, գնում է կալանավայր, այնտեղից դուրս է գալիս արդեն հանգիստ, որովհետեւ դուրս է եկել այդ մեղքից։ Դա քավությունն է, նա քավել է իր կատարած մեղքը։ Ադամ Եվան չքավեցին իրենց մեղքը, բայց իր մեղքը վերցրեց իր վրա Քրիստոս եւ մահվամբ զմահ կողյաց եւ իր մահվամբ մեզ հարության նորից տարավ, հարության առաջնորդեց։ Եվ այդ վստահությամբ է, որ մենք մոտենում ենք Աստծուն, մոտենում ենք Տիրոջը, ինչպես ենք մոտենում։ Այն ծեսերով, այն խորհուրդներով, որոնք որ առնչվում են մեզ հետ։ Քրիստոս բարձրացրեց Սիոնի վերնատան մեջ հացը, ասեց կերեք սա իմ մարմինն է, խմեք այս գինին, որ իմ արյունն է, մարմինը եւ այրունը, իքավություն մեղած, մեղքերի մարդու Ադամ Եվայի մեղքերը իր վրա վերցրեց, առաջին մատաղը եղավ։ Բայց դա արվեց, որովհետև նա հենց այդ նպատակով էր, այդ մեսիայով էր, որ եկել էր, Աստված մարդուն մահվանից դեպի նորից կյանք առաջնորդելու։ Բայց մենք այս լիարժեք գիտակցությամբ ենք մոտենում, այս արարողակարգերին, որ առնչվում են մեզ։ Ինչպես են առնչվում։ Մեր մատաղները, որ մենք միշտ մատուցում ենք։ Արդյոք մենք ճիշտ ենք մատուցում մեր մատաղները։ Երբ որ զոհ ենք մատուցում, իհարկե շատ մարդիկ մեղքեր են գործում եւ տարբեր հանգամանքներով մատաղ են խոստանում եւ այդ մատաղը իրեն կատարում են։ Բայց արդյոք այդ կատարած ձևը մտնում է քրիստոնեական վարդապետության մեջ կամ բխում է քրիստոնեական վարդապետությունից։ Այդ մատաղով նա կարողանում է ինչ-որ մի բարիք ստեղծել, թե դա մի առիթ է եւս մեկ անգամ ուրախանալու, որովհետեւ դա միայն մատաղին չի վերաբերվում, դա այն բոլոր խորհուրդներին է վերաբերվում, որ հավատացյալը քրիստոնյա առնչվում է եկեղեցու հետ իր մկրտությունից հետո, իր ամուսնու Սուրբ Պսակի խորհրդով, որովհետև եթե մի տեղ ինքը ճիշտ չի մոտենում, մյուս տեղն էլ ճիշտ չի մոտենա, որով մարդ արարածի սկզբանե մեղքի մեջ է եղել, նա առաջին իսկ պահից մեղք գործեց Ադամ Եվայով, բայց այդ մեղքից դուրս գալու ճանապարհը նաև Քրիստոս տվեց մեզ, որպեսզի մենք կարողանանք դուրս գանք եւ ապրենք։ Եվ նաև էլի կարող ենք մեղքեր գործել, բայց նորից պետք է զգանք, ապաշխարենք եւ այդ մեղքից ձերբազատվենք։ Ես ձեզ ասեմ, այս պահին ես շատ բաներ չեմ ուզում սուրբ սեղանի վրայից ասեմ, որոշ թեմաների չեմ ուզում արծարծվել, բայց մեր ժողովուրդը իր վրա երբեմն շատ մեծ մեղքեր է վերցնում։ Սարսափելի, շատ-շատերը չեն իմանում դրա պատիժը ինչ է։ Ինչու ես չեմ ուզում խոսել այդ մասին, ուզում եմ այդ մարդիկ իրենք անդրադառնան իրենց կատարած մեղքերը։ Ամեն մարդ կարող է մեղք գործել, բայց մեղքեր են գործվում, որոնք որ
աններելի մեղքերից էլ այն կողմ են։ Եվ վստահ եմ նրանցից շատ-շատերը չեն էլ գիտակցում ինչի մասին է խոսքը։ Բայց իրականության մեջ այդ մեղքը կարող է ազդել իր վրա, իր երեխայի վրա, իր սերնդի վրա։ Ինչու համար, որովհետև եւ զարմանալին գիտեք որն է, մարդիկ մեղքը գործում են, հետո ուզում են ցույց տալ իրենց առաջ քրիստոնյա պետություն, քրիստոնեական ընտանիք, չի լինում այդպիսի բան։ Մեղավորները բոլոր ժամանակներում եղել են։ Կարող են մարդիկ լինել այսօր մի հատ բախտաբերի միլիոնավոր դոլարներ կարող է աշխատի, միանգամից հարստանա, չգիտեմ ինչ դառնա։ Բայց այդ մեղքը, որ իր վրա վերցրել, դա իր սերնդին է անցնելու ամբողջությամբ։ Ինչպես Ադամի եւ Եվայի մեղքը անցավ ամբողջ աստվածային մարդկային ստեղծագործության վրա, այդ ընտանիքի համար մարդը շատ աղքատ, մի կտոր հաց ու պանիրով կարող է շատ ավելի ազնիվ ու երջանիկ ապրել, քան նման մարդիկ։ Ես դեռ համոզված չեմ, բայց նաև ուզում եմ մտածել, որ շատերը չեն գիտակցում, շատ չեն կարողանում հասկանալ, որ հոգևոր վարագաների մեջ չի կարելի կատակներ անել, չի կարելի իրենց ուղեղները օգտագործել։ Դա նման կլինի ինձ, որ ես հանգարցակի գնամ ու սկսեմ սրտի վերահատություն անել։ Որ ընդհանրապես բան չեմ հասկանում բժշկությունից։ Նույնը եկեղեցական պարագաներն են։ Գոնե մարդիկ կան, որոնք որ դաստիարակությունն են, ես չեմ մտնում այդ ասպարեզները։ Բայց մարդիկ կան, որ եկեղեցուց ընդհանրապես ոչինչ չգիտեն, եւ մեղքերը իմ ցավ ինչու՞մ է կանում, որտեղ նրանք բոլորը մեր ժողովրդի զավակներն են։ Մենք միասին ապրում ենք եւ այդ մեղքը նրանք իրանց հետ տանում են եւ այդ մեղքը մենակ իրանց սերունդներուն է գնալու։ Նամանավանդ երբ որ հոգեվորականներին է վերաբերվում, ասեմ ձեզ շատ անցանկալի է, երբ որ հոգևոր մեղքեր են մարդիկ իրենց վրա վերցնում, նամանավանդ մեր ժողովրդի, որ հազարամյակների պատմություն ունի։ Բայց ես վստահ եմ, որ նման մարդիկ իհարկե կապաշխարեն, կքավեն իրենց մեղքերը, որովհետև վերջ-վերջում մեր մարդկային, այսպես մեր տեսակին է հավանաբար, չգիտեմ, վայել չեմ ուզում ասել, կամ մեր ասպարեզում է ավելի այդ մեղքերը լինում, պարզապես ես մեր եկեղեցու հավատացյալներին ուղղակի խնդրում եմ, հեռու մնացեք հոգևոր մեղքեր գործելուց, հոգևոր մեղքերը գործելուց։ Դուք ինքներդ մտածեք ինչի մասին եմ ասում, հոգևոր մեղքերը ինչը կարող է լինել։ Եկեղեցին պետությունից միշտ անկախ է եղել հենց դրա համար, որովհետև իր ներսում օրենքներ են գործում, որ մենք չենք ստեղծում։ Մենք չենք ստեղծում, մենք ժառանգել ենք այդպես ապրում ենք։ 44 տարի առաջ ես այդ նույն օրենքներով եմ ձեռնադրվել եւ այդպես ապրում եմ։ Ոչ մի տար չի փոխվում այնտեղ։ Ինչու համար, որովհետև այն ինչ որ եկեղեցում հաստատվում են այդ օրենքները, դա Տիրոջ կողմից են հաստատվում։ Երբ որ մենք դեմ ենք դուրս գալիս այդ օրենքին, ուրեմն մենք Աստծուն ենք դեմ դուրս գալիս։ Տերնորայդին կարելի է դեմ դուրս գալ, բայց այն օրենքները, որով նա գնում է, իրանք չունի ոչ մեկ դուրս գալու։ Այդ մեղքա, որը որ շարունակվի ամբողջ շարունակության մեջ իր ընտանիքում։ Եվ դա ես պարզապես ասում եմ, որ զգույշ լինեք պարզապես նման մեղքերից։ Մենք գիտեք, երբ որ գալիս ենք հաղորդություն ենք ստանում եկեղեցում, շատ մարդիկ առանց գիտակցության մոտենում են։ Նրանք ներողամտերուն մոտենում ես, որ մարդը չի հասկանում, չգիտել ուր է եկել, չգիտի ինչ է ստանում։ Ոչինչ, որ չգիտի։ Քրիստոսին է ընդունում, Քրիստոսի մարմինը եւ այրունը, բայց մեղքեր կան, որոնք որ պարզապես աններելի մեղքեր են։ Եվ կրկին անգամ եւ բազմակի անգամներ ուզում եմ շեշտադրված ասեմ, հոգեվոր մեղքերից հեռու մնացեք, չտանեք ձեր ընտանիքի այդ մեղքերից, դրանց տակից շատ դժվար է լինելու դուրս գալ, որովհետեւ նրանց վերևում Քրիստոս է կանգնած։ Եվ այդ է նաև մեզ իրավունք տալիս, որ մենք արարողություններ ենք կատարում։
Մենք սովորական մի մարդիկ ենք ամեն մեկս միտեղ ծնված, բայց մեր ձեռնադրությամբ մենք ստանում ենք այդ շնորհները։ Եթե ես միտեղ սխալ եմ անում, ուրեմն մյուսն էլ է սխալ։ Պիտի գան ինձ ասեն, տեր նորար գիտես, ճիշտ դու այսպես ավելի լավ է գնա։ Ավելի լավ է ես գնամ, քան թե մեղքի մեջ այդ մարդուն, չգիտեմ, մարդը գիտեք հիմա շատ եմ նանավանդ այդ հարցը տալիս, ասենք թե մի անձնավորություն է, որ ճանաչում են, չի սիրում այդ հոգևորականին, պիտի գնան մկրտություն անեն, գալիս են ասում են տեր այդ հիմա որ մեր երեխային կնքեցին, մենք մեղավոր չի ասում եմ, իհարկե մեղավոր չի, որտեվ այդ պարագային Տեր Հայրը որպես օծյալ է մկրտում, նրա անձնական հատկանիշները չկա մկրտության մեջ, նրա իրավունքը կա մկրտություն կատարելու, բայց իր անձնավորությունը չկա այնտեղ, լավ կլինի, որ այդ հոգևորական օրինակ լինի նաև, հոգևոր դաստիարակ լինի նաև, այս մտածումներն են, սիրելի հավատացյալներ, որ ուզեցի կիսվել ձեզ հետ, մեղքերի այսպես մի դասավորություն կա, որ ես փորձում եմ չանդրադառնալ, որովհետև չեմ ուզում դատավոր դառնալ, ամեն մարդու, որ սկսեն դատավորներ դառնալ երկրի վրա, չգիտեմ ինչ լաբիրինթոս կարող է, չգիտեմ ինչ լինի աշխարհը, բայց օրենքներ կա, որոնք որ չի կարելի պարզապես խախտել, չի կարելի եւ այդ իրավամբ կազդի ամբողջ սերունդների վրա։ Այսօր շատ բաներ են լինում եւ ոչ միայն այսօր, այս տարիների ընթացքում, այն տարիներին, որ ես եմ ապրել, երբեմն մտածում եմ ինչու է մեր այս վիճակը երկրի այսպես դարձել։ Ես տեսնում եմ, որ տարիներ շարունակ մենք այդպես էլ ապրել ենք։ Այդ նույն կերպով ապրել ենք, բերել ենք մեր երեխաներին, կնքել ենք, եկել ենք ամուսնացել ենք, մի շաբաթ հետո մոռացել ենք մեր ուխտը։ Շատերը մոտեցրել են իրենց զավակին, երկրորդ անգամ են մկրտել, մենակ նրա համար, որ մի հատ պետք է նվեր խաչ տային։ Տեսել եմ իմ աչքով, տեսել եմ, ես ինչ իմանամ, Աստված երբ է ուզում մեզ պատժի, բայց հաստատ գիտեմ, որ մեզ պատժում է մեր կատարած մեղքերի համար, եւ այդ մեղքերը բոլոր ժամանակներում են եղել։ Այս սիրելի հավատացյալներ ջան, այն մտորումներն են, այն մտածումներն են, որ ես ունեցա այսօր իմ պատարագը կատարելու ժամանակ նաև այսպես ինձ մշտապես մտատանջում են մեր այն հավատացյալները, որոնք որ անգիտակեց կերպով երբեմն հայտնվում են նմանատիպ մեղքերի մեջ, որպեսզի Տերը օգնի մեզ, որպեսզի մենք այսպես մեզանից դուրս վանենք, երբեք դատավորներ չդառնանք, թողենք ամեն մարդ իր ապրած կյանքով ապրի այնպես, բայց բնականաբար, երբ որ ասում եմ այնպես ինչպես ապրի, նկատի չունեմ օրենքները խախտելով, իր մտածողությամբ ապրի, քանի դեռ չի խախտում իր նմանի ուխտը, չի խախտում նաև եւ հոգեվոր եւ աշխարհիկ ուխտերը։ Թող Աստված լսի մեր բոլորի աղոթքները, թող Տերը իր սուրբ փոքր շնորհներով շնորհազարդի մեզ, որ գոնե կարողանանք այն չքնաղ երկիրը, որ մենք մեր հայրերից ժառանգեցինք, պահպանենք, խնամենք եւ նաև կարողանանք մեզանից հետո հանձնել այսպես ապահով մեզանից հետո եկող սերնդին։ Տիրոջ սերը, խաղաղությունը, օրհնությունը թող լինի ձեզ հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։